Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի առազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր ավակ ուրբաթ է։ Եկեղեցական դարիհին կարևորագույն եւ սրբազնագույն օրը։ Այսօր Աստուծո մարդկության նկատմամբ անսահման ու անհուն սիրո օրն է եւ Տերը իր սերը հայտնեց մեղավոր մարդկության հանդեպ իր միածին որդին մարդուն տալով, աշխարհին տալով եւ Տերը հաջեցավ որ իր որդին զոհվի խաչին վրա իր արյունը թափե որբեսի մեզ բրգե մեղքի կերութենեն սատանայի դիրաբեդութենեն եւ սակայն մյուս կողմը այսօր մարդկության ունեցած աբերախտության քերակույն արդահայտությունն է հանդեպ իր արարիչին ու փրկչին որով մարդ իր ցերկերով գսպանե արարիչը որ զինք ստեղծեց այս օրը Հիսուսի մատնության եւ մարդոց չարության օրն է Հիսուսի չարչարանքներուն եւ մարդոց բղծության օրն է Հիսուսի խաչելության եւ մարդոց մեղքի օրն է լույսին թաղման եւ սակայն մարդոց հարության օրն է անմահին մահացման մահվան իսկ մահկանացուներու անմահության օրն է այսօր սատանայի բարդության եւ Հիսուսի հաղթանակի օրն է տեսեք սիրելիներ հագաթիր այս բոլոր եղելություններն ու զգացումները մենք կապրինք այսօր եկեղեցի գերտանք որբեսի Քրիստոսի քերեզմանին դիմաց խոնարհինք սակայն այդ քերեզմանի մեջ ոչ թե գտեսնենք մերած մեգումը մարմինը կամ անոր ոսկորները այլ գտեսնենք այդ քերեզմանը ծաղկած ծաղիկներով զարդարված որովհետև Քրիստոս խաչին վրա իր թափած արյունով ծաղկեցավ բոլորի սրտերու մեջ եւ հարության հույսը տվավ ավակ ուրբաթ օր ինչպես ասի այս սրբազնագույն օրը հիշադակն է Հիսուսի ծերպակալման մատնության այլ խոսքով չարչարանքներուն խաչելության եւ թաղման ինչպես երեք ցեզի բատմեցի թե ավակ 5 շաբթի օր Հիսուս Սուրբ հաղորդության խորհուրդը կատարեց վերջին ընթրիքի ժամանակ աշակերտներուն ոտքերը լված իր վերջին գդակը տվավ իր խոսքերը տվավ իր աշակերտներուն ահա ատկե ետք Հիսուս իր աշակերտներուն հետ քնած Գեթսեմանի բարձ ուր սովորություն ուներ դերը երթալու եւ այնտեղ քիշերելու քարուն էր գես ցուրտ գես մերմ եղանակ աշակերտները Հիսուսի հետ երբ հասան Գեթսեմանի բարձ մեկը արդեն հութան բաժնված էր անոնցմե կացած էր քահանայապետներուն ավակ քահանաներուն փարիսեցիներուն մոտ որբեսի Հիսուսի գեցության վայրը հայտներ հետևաբար 11 աշակերտներեն 8-ն Հիսուս ըսավ անոնց այստեղ սպասեցեք ին քիչ մանտին կնած իր հետ առնելով Պետրոս Հովանես եւ Հակոբոս արաքյալները անոնցա լսավ
Դուք այստեղ արթուն մնացեք, աղոթեցեք, որբեսի փորձության մեջ չինակ, իսկ ինք քարնգեցմը քիչ մանտին երթալով ինգավ երեսին վրա եւ աղոթեց դակնաբի մեջ էր Հիսուս դակնաբի մեջ էր որպես գադարյալ մարդ որովհետեւ ողջ մարդկության մեղքերը իր վրա պիտի առներ եւ խաչին վրա փարսացներ ահա որ է մեղքը սիրելներ մենք հաջող մեղք բարը այսպես սովորական ցևով գործածենք բայց հիշեցեք Բողոս Արաքյալ գսե Հռոմայացիներուն նամակի 6-րդ գլխու 20-րդ համարի մեջ մեղքին վարձքը վարձատրությունը մահ է մեղքը բաժանում է մեղքը մեզ գբաժնե աստուծմե թեթևի չառնենք մեղքը մեղավորը աստուծմե բաժնված մարդն է եւ Հիսուս ամբողջ աշխարհի մարդոց մեղքը իր վրա պիտի առներ որբեսի իր անցին մեջ իր արյունով իր թափած արյունով կավեր մարդկության մեղքը եւ վերստին աստուծմե անչատված հերացած գդրված մարդկությունը հաշտեցներ աստուծո հետ թշնամացած մարդկությունը հաշտեցներ աստուծո հետ միացներ աստուծո հետ որբեսի մարդիկ յետ կարողանային երկինք վերադառնալ հավիտենական կյանքի արժանի ելալ ահա Հիսուս այդ դակնաբի մեջ այնքան խորունկ խորոված էր իր սիրտը դակնաբահար վիճակի մեջ էր որ իր ջագդի քրդինքները արյունի վերածվեցան փաստված է այսօր բժշկականորեն որ երբ մարդ խիստ ջնշումի գենթարգվի ընջախտ կունենա այդ ժամանակ իր մարմնի մեջի ճուրը արյունի կվերածվի երակներեն դուրս կգան եւ քրդինքի փոխարեն արյուն կթափի եւ Հիսուսի ջագդեն այդ քրդինքները արյուն դարձած քեդին հոսեցան Հիսուս երկու անգամ գնաց իր աշակերտները արտնցուց որ արթուն մնան իրեն հետ աղոտ կնեն բայց սավ գիտեմ մարմինը դգար է հոգին հոժար իսկ երրորդ անգամ եւ վերադարձավ դերասավ ալ ուշ է մի կնանակ ահա եկած է ան որ մարդու որդին բիդի մատներ անօրեններու ցերկը եւ իսկապես հութա հռոմեական քունթով եւ դաջարի զինվորներով փիրերով սուրերով եկավ որբեսի անօրեններուն ցերկը մատներ իր երկնավոր վարդապետը եւ հութա նշան տված էր իրեն հետ եղող փանագին որու որ համբուրեմ ան է Հիսուսը հետվապար զինք բռնեցեք ցերպակալեցեք զայն եւ իսկապես հութա եկավ եւ Հիսուսը տեսավ համբուրեց զայն եւ Հիսուս անորսավ հութա համբուրելով գմատնես վարդապետդ համբուրելով գմատնես վարդապետդ որ սիրեց քեզ իր խումբի մեջ արավ քեզ ոտքերդ լված քեզի լավակույն բադարը տվավ հութայի համբույրը արագի գարկ դարձած է թևավոր խոսք է մեր բերնի մեջ անոնք որոնք հութայի համբույրով կհամբուրեն իրար մենք սիրելներ որքան հութայի համբույրներ կործածել ենք մեր կյանքի մեջ որքան հութայի սկացումներով համբուրած ենք մեր դերը համբուրած ենք եւ հաղորդությունը ստացած ենք բայց նորեն թավաջանած ենք մեր Տիրոջ հանդեպ եւ Հիսուս երբ հարցուց որու կփնտրեք անոնք ասին Հիսուս նազովրեցին երբ որ Հիսուսավ ես եմ
Անոնք ետ կացին ինգան Հիսուսի զորութենեն, որովհետև Եսեմը Աստուծո անունն էր։ Եվ վերջապես երբ Հիսուս ինքզին հանձնեց անոնց, ահա որ խռովություն մի եղավ։ Աշակերտները սարսափեցան։ Պետրոս առաքյալ շփոթի մեջ իր սուրը հանեց, թաշույնը հանեց եւ գդրեց քահանայապետի ծառային Մախկոսի ագանչը։ Հիսուս այդ ժամանակ հանդիմանեց Պետրոսի եւ ասավ որ սուրը դեղը թիր։ Միթե ես չեմ գրդար ինքզինքս պաշտպանելու համար խնդրել հորմես, որ 12 քունդ ռեշտակներ ուղարկե։ Եվ Հիսուս բժշկեց Մախկոսի ագանչը, չուզեց որ ովևէ մեկը իրեն համար արյուն թափե, ինք եկած էր բոլոր մարդկության համար արյուն թափելու։ Եվ զինք ավազակի պես ցերպակալեցին։ Ու դարին նախ Հաննայի դունը, Հաննան քահանայապետն էր, սակայն ռոմեական գայսրությունը զինք կհանգեցրած էր, մերժած էր, եւ անոր փոխարեն քահանայապետ նշանակած էին իր փեսան Գայափան, բայց հрьяաներու աչքին Հաննան մեծ հեղինակություն գվայլեր եւ ինքն էր գլուխ գործոցը, որ այս տաբատրությունը գազմագերբած էր։ Հաննա փորձեց հարցակնել Հիսուսը անոր ուսուցումներու մասին, աշակերտներու մասին։ Հիսուս աշակերտներու մասին բան չխոսեցավ, որովհետև չուզեց որ գետրոնան աշակերտներու վրա, այլ ուզեց որ գետրոնան իր վրա։ Եվ Հիսուս ասավ. այսքան ժամանակ դաջարի մեջ փածոտյա խոսեցա բոլորին։ Հարցուցեք անոնց որ լսեցին զիս։ Եվ երբ քահանայի ծառաները մեկը ապտագեց Հիսուսը ասելով որ այսպես կխոսիս քահանայապետին հետ, Հիսուս դարձավ եւ ասավ. եթե սխալ խոսեցա, ասե, իսկ եթե ոչ, հապա ինչու ապտագեցիր զիս։ Եվ Հիսուսը ցերպակալված արավոտ կանուխ, թե լույսը չփածված, դարին զինք Գայափա քահանայապետի մոտ, Հաննայի փեսայի մոտ։ Այնտեղ հավաքված էին Սինեդրիոնի հրեական ադյանի ձերագուտականի անդամները, սատուգեցիներ, փարիսեցիներ, օրենքի ուսուցիչներ, երեցներ, իշխաններ, եւ այնտեղ փորձեցին Հիսուսի վրա հանցանք գտնել, որբեսի կոնե արդարացնեն այդ հանցանքով Հիսուսը սպանելու իրենց խաղապարը, ցկտումը, ցանկությունը, որբեսի երբ երթային Բիղադոսի մոտ, ասեն որ այս բանին համար կմեղադրեն զինք, հետևաբար մահաբարդ է։ Բայց Հիսուս ո՞ւմ եք հանցանք գործած չէր։ Սուտ վկաներ բերին, ասելու համար որ մենք լսեցինք իր բերնով որ ասավ, քանտեցեք այս տաճարը 3 օրեն պիտի սարքեմ զայն։ Հիսուսի խոսքը իր մարմնի մասին էր, ոչ թե Երուսաղեմի տաճարի մասին։ Սկսան ասել որ ինք թեմ է գայսրին դուրք տալուն եւ այսպես սուտ խոսքեր եւ այս սուտ վկաներուն խոսքերը մեկումիսին չէին բռներ։ Վերջավորության Գայափա քահանայապետը ասավ. «Ասե մեզի, թունես գենտանի Աստուծո որդին»։ Եվ Հիսուս ասավ. «Ես եմ»։ Եվ այդ ժամանակ Գայափան իր հագուստը բադրեց, վերարգուն բադրեց, ասավ. «Ալ ինչ պետք է վկայի»։ Հայոյեց, որովհետև ով կհամարձակեր ինքզինք Աստուծո հավասարեցնել կամ Աստուծո որդի գոչեր։ Անիկա ըստ հրեական օրենքին հայոյություն էր, սրբաբղծություն էր եւ անոր բադիժը մահեր տադաբարդություն էր։ Եվ քանի որ հրեաներ չէին գրնար առանցին իրակորձել Հիսուսը սպանելու հարցը, կգտնվեին հռոմեական իշխանության տակ, հետևաբար զինք ցերպակալած արևը դակավին նոր փածված զինք դարին գարավարիչին, ռոմեացի գարավարիչի մոտ, Բոնդացի Բիղադոսի մոտ։ Եվ քանի որ զադիգ էր, չուզեցին ներս մտնել բալատ, որբեսի չբղձվեին, փաղարչագերացի դոնը սկսած էր, ամեն ինչ մաքուր պետք է լար, դեսեք սիրելներ, ձիսականորեն իրենք ուզեին մաքուր բահել, չեն ուզեր հռոմեացիներու հետանոսիմը
բալադը մտներ, որբեսի չբղձվեին ֆիզիկապես, բայց իրենց հոգին բղձությամբ լեցուներ։ Եփերին Պիղադոսի մոտ ասելու համար, որ այս մարդը մեղավոր է, ինքզինք մեսիա գամար է։ Պիղադոսի հոգը չեն, որ մեսիա գամար էր ինքզինք, Հիսուս։ Ադուրամար հոգ չրավ, և երբ տեսան քահանայապետները, որ ավակ քահանաները, ուսուցիչները, որ Պիղադոսի հոգը չեղավ մեսիայի համար, սավ դուք ձեր օրենք ունիք, կացեք տադեցեք։ Բայց անոնք ասին ոչ, այս մարդը ինքզինք թագավոր գրջակ է։ Այդ ժամանակ Պիղադոս իր մոտ կանչեց Հիսուսը և հարցակնեց, որ ով էր, իսկապես ինք թագավոր էր, և Հիսուս ասավ, իմ թագավորությունս այստեղեն չէ, իմ թագավորությունս երկինքեն է։ Պիղադոս ասավ, ուրեմն դու թագավոր ես։ Հիսուս ասավ, եթե ես երկրավոր թագավորը լայի, իմ զորքս պիտի պաշտպաներ զիս։ Բայց ես եկած եմ ճշմարտություն մասին վկայելու։ Եվ Պիղադոս տեսավ, որ Հիսուսի վրա հանցանք չկար։ Բայց որբեսի քուհացներ հրյա ադյանին, հրյա այդ ամփոխին աղաղակը, որ գուզեր Հիսուսը մահվան հասցներ, ասավ, որ իր զինվորներուն մդրագեցեք զայն։ Եվ դեր Հիսուս Քրիստոս գապվեցավ քարին և զինք մդրագեցին։ Մդրակները սիրելներ գաշիները պատրաստված և անգյունները սուր քարեր, կամ ոսկորներ, կամ աբագիներ գապված գլային և այդպես գահարված էին մեղավորները։ Այնքան հարվածեցին Հիսուսը, որ անոր ամբողջ միսը բոգվեցավ, ոսկորները գերև էին Հիսուսի։ 17-րդ դարուն ապրող սրբուհիմը Հիսուսեն շատ խնդրած էր, որ իրեն հայտներ, որ քանի անգամ զինք մդրագեցին։ Գիտեք քանի անգամ զինք մդրագած են, Հիսուս կայտնի այդ սրբուհին 6666 մդրագ հարված գրնակ երևակայել անոր մարմի անդամներուն, անոր երեսին, անոր համար Եսայի մարգարեի 50-րդ գլուխը, որ գխոսի Հիսուսի դարաբանկին գրած շարչարատներու մասին, գսեր այլևս մարդկային թիմակից չուներ անիկա։ Գերբարանա փոխված էր։ Հիսուս մեր մեղքերուն համար, սիրելի քույրեր եղբայրներ, այդքան չարչարանք ու անարկանք գրեց։ Իմ մեղքերուս համար, քու մեղքերուդ համար սիրելի եղբայր, քու մեղքերուդ համար սիրելի քույր։ Միայն չգարտանք ու չանցնինք, այլ խոնարհինք Հիսուսի թիմաց, որ հանցնարավ մեր փոխարեն ինք չարչարվիլ։ Մենք ենք բիղձերը, մենք պետք է այդ չարչարանքները գրեինք, մենք հարվածվեինք, մենք թքվեինք, մենք խաչվեինք, սակայն Տերը ուզեց ինք այդ բոլորը իր վրա առնել։ Եվ երբ Հիսուս ներկայացուց հրյա ժողովրդին ասելու համար տեսեք, չարչարեցի, թաստող լասի իրեն, այլևս չի գործեր այդպիսի բաներ։ Բայց գադղած ամփոխը հրյա քահանաներու թրթումով շաբաթ առաջ, որ իրենք Հիսուսը թիմավորած էին և գբորային Օվսաննա, Օվսաննա, այդ նույն ամփոխը, ահա հիմա քահանաներու թրթումով գբորար խաչան է զայն։ Եվ հրյա քահանայապետները գսեին Պիղադոսին, եթե ազատ արձակես, դու գայսին բարեկամ չես։ Պիղադոս ամեն ինչ կփորձեր անել, որ Հիսուսը ազատ արձակեր։ Նույնիսկ երբ իմացավ, որ Գալիլեացի է, զինք ուղարկեց Հերովդես Ագրիպասի մոտ։ Այդ օրերուն Երուսաղեմ կգտնվեր։ Իրարու հետ չէին խոսեր Պիղադոս եւ Հերովդեսը։ Երբ Հիսուսը գրգեց Հերովդեսի մոտ, հաշտվեցան իրարու հետ։ Հերովդեսը ալ գուզեր Հիսուս իր դիմաց հրաշք մներ, բայց Հիսուս լուր գեցավ, որովհետև զին կոչած էր աղվես,
ձաղրեց Հերովդեսը Հիսուսը գամիտ հակցուց անոր գարմիր վերարգու ձաղրեց զինք որպես տակավոր ետ ղրգեց Բիղադոսին Բիղադոս սիրեներ ամեն ինչ կուզեր ըներ որ Հիսուս ազատ արձակեր բայց կվախնար իր քահեն որ իր ճաշտոնը չգործընցներ անոր գիննալ երազ դեսածեր եւ ասած էր իր ամուսնին որ այս արտար մարդուն արյա մեջ չմտնես Բիղադոս վերջին ջիկ մնալ ըրավ ազատ արձակելու Հիսուսը ամեն տարի սովորություն ուներ Զատգվա դոնին երկու փանդարգյալներ հանել հրյա ժողովրդին դիմաց եւ ընտրություն տալ անոնց ով գուզեին որ ազատ արձակվեր այդ օրերուն մեծ ավազագաբետ մգար որ պիտի խաչվեր այդ օր եւ մեծ խաչը պատրաստված էր իրեն համար անը բարաբայր եւ դա կրկնական է սիրելներ բար աբբա գնշանակե հորը որդին իսկ Հիսուսը Աստուծո որդին է եւ հետեւաբար Բիղադոս հարցուց ամփոխին ա բարաբան ոչրակորց ավազակը մարտասպան եւ ահա Հիսուսը նազովրեցին որու գուզեք ազատ արձակեմ այն համոզում ուներ Բիղադոս որ մարդիկ Հիսուսը պիտի ընտրեին սակայն անոնք բոլորը բորացին բարաբան ազատ արձակե զարմացավ Բիղադոս ոչրակորցը մարտասպան ազատ արձակել այս է ժողովուրդը այս է ամփոխը որ Աստված ճունի իր մեջ միշտ մեղավորը գարտարացնե ու արդարը մեղավոր գհրճագե իսկ երբ Բիղադոս հարցուց ինչ կուզեք որ ընեմ Հիսուսի հետ անոնք բորացին խաչը անե զայն սպաննե զայն եւ գիտեք Բիղադոս ճուրպերել դվավ իր ցերկերը լված եւ ասավ ես ամեղ եմ այս մարդու արյունեն եւ հрьяաները պատասխանատու խոսքը աղաղագեցին եւ ասին հрья ղեկավարները հрья քահանայապետները անոր արյունը մեր եւ մեր զավակներուն քրխունը լա եւ այսպես անոնք եղան աստվածասպան դիրասպան եւ Հիսուսի ուրեմն Բիղադոս հանձնեց Հիսուսը իր զինվորներուն նորեն ձեծեցին քրխուն վրա փշեբսակներին ծաղրեցին զինք որպես հрьяաներու թակավոր ապտագեցին զինք թքեցին անոր երեսին եւ ասին հрьяաներու թակավոր գիցիր ով քեզի զարգավ եւ Հիսուս այս բոլոր անարքանքները մեզի համար գրեց որբեսի մեր վրայեն մեղքի անարքանքը վերցներ եւ այդքան չարչարանքեն իդ Հիսուսի ուսին դրին խաչը այդ խաչը գիտնականներ այսօր իրեն չափանիշներով գշրած են 80 կիլո խաչեր սիրելներ ծանր խաչ Հիսուս անոթի ծարավ մարմինը բզկտված այդ խաչը գրեց եւ թեպի կողքոտա սկսավ բարձրանալ արավոտ կանուխ ցուրտ այդ ժամանակ էր որ քանայաբեդին դամ մեջ երբ հարցակնվեր քանայաբեդին զարաները Պետրոսը հարցակնեցին ով ես տուն եւ ասին որ քու ոչետ խոսակցական ոչետ հայտնի է որ դու անոր Հիսուսին կպատկանես անոր խումբենես եւ ան ուրացավ 3 անգամ ուրացավ իր դերը 3 անգամ ուրացավ ու երրորդին երբ ուրացավ ակաղաղը գանչեց ու դերը թարցավ եւ Պետրոսի աչքերու մեջ նայեցավ եւ Պետրոս լացավ եւ գսվի ավանդության մեջ թե Պետրոս ամեն արավոտ որ ակաղաղին ցայնը գլսեր ակլորին ցայնը գլսեր գուլար հիշելով որ ինք 3 անգամ ուրացած էր իր դերը որքան մենք սիրելներ ուրացել ենք մեր դերը իր բադվիրաններեն դուրս գալով մեղքերու մեջ մնալով
Եվ Հիսուս ընթացավ մարդոց ամփոխի մեջ են դեպի Գողգոթա։ Քանի անգամ Հիսուս ինգավ խաչի ծանրության տակ, այլևս ուժ չուներ կանգնելու։ Հռոմեացիները այդտեղ են անցնող Սիմոն Գյուրենացիմը անով մեկը կդան ստիպեցին իրեն, որ Հիսուսի հետ խաչը գրեր, Հիսուսի օգներ։ Սիմոն Գյուրենացինը սկիզբը չուզեց, բայց հետո Հիսուսի հետ գալեց մինչև Գողգոթա։ Երանի ես լայի այդ Սիմոն Գյուրենացին, ես Հիսուսի հետ գրեի այդ խաչը։ Եվ Երուսաղեմի գիներն է որ լացին Հիսուսի վրա։ Եվ Հիսուսը ասավ. «Մի լակին վրաս, ով Երուսաղեմի գիներ, այլ լացեք ձեր զավակներու վրա»։ Որովհետև եթե թալար խոդին հետ, թալար փույսին հետ այդպես վարվեցան, չորին հետ ինչպես պիտի վարվին։ Երբ հասավ Հիսուս Գողգոթայի խաչին վրա, երրորդ ժամն էր, այսինքն առավոտյան ժամը 9, հռոմեացի զինվորները Հիսուսը մեծ կամերով խաչապայտին վրա կամեցին։ Որքան անդանելի եղավ այդ ցավը։ Երևայեցեք, որ այսօր եթե մեր մադին բզդիկ փուշմը, ասեղմը եթե մտնե, որքան մեզի ցավ կբաճարե, ուր մնաց մեծ կամեր Հիսուսի հաստագեն սիրելիներ կամեցին խաչին վրա։ Ամբողջ երակներեն թեպի սիրտը կացող եւ խաչին վրա Հիսուսի գուրծքը թեպի արջև իջածեր, շնչախեղծ կլար։ Հիսուս խաչին վրա են նայեցավ իր շուրջը գտնվող մարդոց։ Շատեր գծաղրեին զինք։ Քահանաները գսեին, եթե դու Աստծո որդին ես, իջիր խաչին վրա են այնադեն գավտան քեզ։ Ուրիշներ գսեին, ուրիշներուն հարություն տվավ, ուրիշները բժշկեց, բայց ինքը ինքզին չգրնար օգնել։ Երկու կողմեն երկու ավազակները սկսան ծաղրել զինք։ Հետո է որ Աչագոմյան ավազակը թարցի պիտի կար, զղջար իր ռածին։ Բայց այս փլոր անարքանքին մեջ Հիսուս խաչի վրային իր օրը ասավ. հայր, ներե անոնց, որովհետև չեն գիտեր թե ինչ կնեն։ Տեսեք Քրիստոսի անհուն սերը մեր նկատմամբ։ Հիսուս ներեց մեզ, որովհետև մենք չենք գիտեր թե ինչ կնենք։ Գիտակից ծևով սիրելներ դարձյալ մեղք չգործենք, որովհետև ամեն մեղք որ կգործենք, Հիսուսը մեր մեջ դարձյալ խաչը հանած կլանք։ Ով գուզե իր հայրը, իր եղբայրը, իր զավակը խաչը հանել, ով գուզե։ Մեկը գուզե, ոչ։ Հապա ինչու համար մեր դերը խաչը գանենք մեր կործած ամենօրյա մեղքերով։ Ներե մեզի Տեր, ներե մեզի։ Եվ Հիսուս խաչին վրային ներեց ինք խաչողները, անարգողները, ծաղրողները։ Նույն այդ ներման հոգիով պետք է իրար հետ ապրենք։ Եվ Հիսուս 7 խոսքեր արտասանեց խաչին վրային։ Նաև տեսավ իր մայրը, Սուրբ Մայրիկ Աստվածածինը, Հովհաննես իր աշակերտը։ Մորը սավ ասիկա քու զավակը թե, Հովհաննեսի սավ ասալ քու մայրը թե։ Եվ Հովհաննես Աբեդարանիչ Հիսուսի աշակերտը իր խնամակալության դագարավ Հիսուսի մայրը, եւ այդպիսով Քրիստոս իր մայրը քրիստոնյա ազգերուն փոխանցեց, հավատացյալներուն տվավ, որովհետև ամենամեծ բարեխոսն ու հավատացյալն է Մայրիկ Աստվածածինը։ Հիսուս խաչին վրայեն ասավ. «Ձարավեմ»։ Ուզեցին իրեն սկիզբը թմրանույթ տալ, որբեսի մարմինը թուրնար, բայց Հիսուս մերժած էր։ Երբ սպունքը թաթխեցին քացախի մեջ եւ Հիսուսի դվին, Հիսուս որ մարդկության ցանկի աղբյուրն է, իրեն քացախ խմցուցին։ Աչագոմյան ավազակը հավատաց Քրիստոսի, երբ Ծախագոմյանը գծաղրեր Հիսուսը, ասելով որ «Թուն քեզ ազատ է, մեզ ալ ազատ է»,
Աչագոմյան ավազակը հանդիմանեց իր ընկերը եւ ասավ որ մենք արդար գերբով է որ այս բադիժը կգրենք, իսկ այս մարդը անմեղ է։ Ապա դարձավ Հիսուսին ասավ. Տեր, հիշեզիս, երբ որ քո արքայությամբ պատկուկաս, քո թակավորությամբ պատկաս։ Քրիստոսի թակավորությունը դեռ չի եկած, բայց Հիսուս անորսավ. ճշմարիտ կսեմ, դու այսօր ինձ հետ լաս տրախտին մեջ, այն վայրի մեջ, որ Հիսուս մերած մարդոց հոգիները, որ սատանայի ցերկին դակն էին դժողքի մեջ, պիտի փոխադրեր տրախտ։ Հիսուս նաև ասավ. Էլի, լամա սապակտանի։ Աստված իմ, ինչու գլքես ես։ Սիրելիներ, հաջող այս խոսքը սխալ գերբով թարգմանված է կամ հասկացված է մարդոց կողմէ, որովհետև կհարցնեն մարդիկ ինչու համար Հիսուս այդպես ասավ։ Այդ խոսքը, սիրելիներ, իրականության մեջ հղում մներ 22-րդ Սաղմոսին, մեջբերում էր 22-րդ Սաղմոսի առաջին համարեն։ Հիսուս հրյա ժողովրդին այդպիսով ասավ. Քացեք, գարտացեք 22-րդ Սաղմոսը, որովհետև հրյաներու մոտ սիրելներ միշտ փարերով առաջին դողը գսվեր եւ վերջը հրյաներ կգրտնեին բոլոր Սաղմոսը, իրենք գիտեին Սաղմոսները։ Հետևաբար երբ ասավ Հիսուս այդ փարերը, ասել ուզեց, որ այդ Սաղմոսի մեջ տեսեք ինչեր գրված կան, եւ այդ Սաղմոսը մարգարեական Սաղմոս է, որ Դավիթ գրած էր Հիսուսեն 1000 տարի առաջ։ Գուզեմ սիրելներ մեկ երկու համարներ գարտալ ցեզի այդ Սաղմոսեն, որբեսի տեսնեք, որ այդ Սաղմոսը Հիսուսի կյանքի մեջ իրականացավ։ Դավիթ առանց գիտնալու թե որու համար գսեր այդ Սաղմոսը, սակայն այդ Սաղմոսը իրականացավ Քրիստոսի կյանքի մեջ։ Աստված իմ, ինչու զիս տողուցիր, ցավես գմրնչամ, ինչու օգնության չես հաստիր ինձի։ Գարտամ 8-րդ 6 եւ 7 համարները, թշնամիներուս աչքիս, ես մարդ չեմ այլ ворդ, մարդոց կողմի արհամարված, բոլորին կողմի անարգված։ Բոլոր զիս տեսնողներ գծաղրեն զիս, ձամածրություն գնեն, գլուխ գերերցնեն ասելով, 9-րդ համար, 8-րդ համար, դիրոջ աբավինեցավ, թող դերը փրկե զայն, եթե հավները թող ազատե զայն։ Տեսեք սիրելիներ, այս բոլորը մարգարեություն էին, որ Հիսուսի կյանքի մեջ իրականացան։ Կշարունակեմ 10-րդ համարը, կամ 9 եւ 10 համարները։ Այո, ով դեր, թունես որ զիս մորս արկանտեն անեցիր, թուն զիս բայցիր մորս գուրցքին տակ, մորս արկանտեն իսկ քեզի հանձնվեցա, ձնելես իսկ առաջ թունես իմ Աստվածս։ Եվ կշարունակե Սաղմոսակիրը Դավիթ ասելով դասնչորդ համարենը սկսյալ ուժս զիս լքեց թափված շուրի պես մարմնիս հոտերը քայքայվեցան սիրտս մոմի պես հալեցավ գուրցքիս տակ գոգորտս չորցավ հողի ամանի պես լեզուս քիմքիս փագավ եւ արտեն քերեզմանին թուրը հասա չարերու ամբողջ բանակ մզիս բատեց 4 կողմս փոլորվեցան շուներու պես ցերքերս ու ոտքերս ձգձգեցին Դավիթի ժամանակ խաչելություն չկար խաչելությունը հարյուրավոր տարիների հետ հռոմեացիները մեջտեղ պիտի բերեին բայց Դավիթ կսե ցերքերս եւ ոտքերս ձգձգեցին մարգարեական խոսքեր էին որ Հիսուսին պիտի գվերապերեին եւ շարունակությունը բոլոր ոսկորներս կնամ համրել իսկ թշնամիներս չարախնդությամբ գտիդեն զիս հակուսներս իրենց միջև կբաժնեն բատմուջանիս վրա վիճակ կծկեն Հիսուսի հակուսները բաժնեցին իսկ բատմուջանը որ միագդուր էր վիճակ ցկեցին Սիրելի եղբայրներ քույրեր ահա Հիսուս այս բոլորը կատարեց իր կյանքին մեջ Աստվածային խորհուրդներ Աստվածային փրկagorցության ծրագիրն էր որ կկատարվեր ադորամար Հիսուս այդ բարերը ասավ որբես հрьяաներ գարտային այդ Սաղմոսը ու գիտնային որ ինքն էր խոստացված Մեսիան որ աշխարհ եկավ մարդիկը փրկելու եւ այս Սաղմոսը փարապանությամբ ու կողոպուտությամբ կվերջանա եւ տեսեք պիտի գարտամ ցեզի 27-րդ համարեն
մինչև 29-րդ համարը գսե աշխարհի 4 կողմերը պիտի դառնան եւ ընդունին դերը խոսքը մեսիային համար է բոլոր ժողովուրդները ցեղերը պիտի կան անոր երկրբակելու որովհետեւ թակավորությունը դիրոջն է ան է որ գդիրե ազգերուն վրա անոր արչեւ պիտի խոնարին աշխարհի բոլոր հղբացածները անոր արչեւ ձունգի պիտի կան բոլոր հող իջնողները մահկանացու բոլոր մարտիկը եւ վերջին համար սերունդները աբակա սերունդներուն պիտի պատմեն դիրոջ արդարությունը եւ անոր կորձերը սիրելներ Հիսուսի խաչելությունը մեր բոլորի փրկության համար էր բայց Աստված սկիզբեն որոշած էր որ իր որդին մեր բոլորի փրկությունը պիտի լար Եթե գարտակ ծննդոց 22-րդ գլուխը այնտեղ երբ Աստված ուզեց Աբրահամի հավատքը փորձել ու անորսավ ար քու զավակդ Իսահակը եւ Պարսացիր Մորիայի լերը եւ այնտեղ զոհեք ու զավակդ ինձի համար հայր Աբրահամ արավ իր որդին երկու ծառաներով հասավ մինչև լերան ստորոդը ծառաներուն ասա դուք այստեղ եկեք ես եւ որդիս ելենք լեր բարձրանանք երկրբակենք դիրոջ բաշտենք զայնու ետ վերադառնանք եւ Աբրահամ իր զավգի ուսերուն վրա դրավ դախտակները գրագը դվավ եւ սկսան բարձրանալ Իսահակ Աբրահամին ասավ հայր ահա գրագը ահա փայդերը հաբա ուր է ողջագեզի համար քարնուգը ուր է այդ քարը եւ Աբրահամին ասավ զավակս Աստված բիդի հոգա Աստված բիդի հոգա ողջագեզի համար քարնուգը ու գիտեք բացությունը երբ Աբրահամ գաբեց իր որդին սեղանի վրա քարի վրա որբեսի զոհեր զայն ու տանագը արավ որբեսի մորթեր զայն Աստուծո ռեշտակը ասավ եկավ եւ ասավ Աբրահամ Աստված տեսավ քո ավակդ մի զոհեր զավակդ ահա թուփի մեջ խոյ մգա եւ Աբրահամ խոյ արավ մորթեց տեսեք Իսահակ հարցուց ուր է քարնուգը ողջագեզի քարնուգը Աբրահամը ասավ Աստված պիտի օկա քարնուգը բայց քարնուկ չգար խոյ գար ինչու որովհետեւ այդ խոյը շուքն էր քալիք իրականության ով է քարնուգը Աստուծո քարնուգը Հիսուս Քրիստոսն էր Հովանես Մգրդիչը ասավ Հովանու Ավետարանի առաջին գլխու 29-րդ համարի մեջ կգարտանք երբ տեսավ Հիսուսը ասավ ահա վասիկ Աստուծո քարնուգը որ եկավ աշխարհի մեղքը վերցնելու եւ հայտնություն Հովանու քրկի մեջ կգարտանք զոհված քարնուգը մորթված քարնուգը Հիսուս ինքն է Աստուծո քարնուգը եւ Աբրահամ այդ վայրին անունը Եհովա Հիրե գոչեց Եհովա Հիրե Եբրայերենով կնշանակե Աստված պիտի դեսնե կամ Աստված պիտի պատասխանե տեսեք Աբարնի ծևով Աբակա ծևով կորզածեց բարը Եհովա Հիրե Աստված պիտի լսե կամ Աստված պիտի պատասխանե ինչու Աբակա որովհետև Աբակային էր որ ճշմարիտ քարնուգը Աստուծո Հիսուս Քրիստոս խաչին վրա պիտի զոհվեր մեր բոլորի փրկության համար եւ Մորիայի լերը Երուսաղեմն էր եւ այն վայրը ուր որ Աբրահամ իր որդին պիտի մորթեր քողկոտան էր Հիսուսի խաչելության վայրը Հիսուս իր հորը ասավ ամեն ինչ ավարտեցավ Հիսուս ավարտեց իր գործը եւ ասավ հայր քո ցերկերուտ մեջ կանցնեմ օքիս Հիսուս խաչին վրա սիրելներ իր սիրտը բայթեցավ շնչահեղձ եղավ եւ ճուր լեցվեցավ բայթեցավ սիրտը մեր բոլորին համար հաղորդությունը սիրելներ որ սու բادرակի ընթացքին կփաշխվի Հիսուսի սրտի գդորն է
փաշխված մեր բոլորին, մեր մեղքերու թողության եւ հավիտենական կյանքին համար։ Հիսուսի խաչին վրա իր մեղքը կրված էր, որովհետեւ խաչվողներու վրա անոնց մեղքի քարը թրված կլար, արցնակությունը։ Եվ քանի որ Հիսուս մեղք չուներ, ինչ կրել դվա Բիղադոս, Հիսուս Նազովրեցի հրյաներու թագավոր։ Ավակ կանաները թշկոյցան Բիղադոսի իսի մի կրեր հրյաներու թագավոր, այլ կրե որ ինք զինք թագավոր գրճագե։ Սակայն Բիղադոսով ինչ որ կրեցի։ Եվ երբ Հիսուս իր հոգին ավանդեց իր հորը ցերկերու մեջ, ասեմ սիրելներ, որ ժամը 9-ին արդվան խաչվեցավ, ժամը 12-ին խավարեցավ ամբողջ երգիրը եւ հսկա եգրաշարժ եղավ, սուրբերու մարմիններ քերեզմաններն դուրս ելան, Երուսաղեմ քաղաք մտան, դաջարին վարակույրը, որ գփաժներ սրբություն սրբոց գոչված վայրը սրբության վայրեն, բادرվեցավ մեջտեղեն, արևը խավարելով մարդիկ սարսափեցան, փախան, այդ ժամանակ ուզեցին ոտքերը գտրել խաչյալներուն, որ շուտ մահանային, զադիգեր ուզեցին, որ շուտ թաղվին, երկու ավազակներուն ոտքերը գտրեցին զունգերը, որպես արյունակամը լան, երբ եկան Հիսուսի տեսան արդեն հոգին ավանդած էր, Հռոմեացի զինվորները մեկը Հիսուսի գողին քեղարտը խրեց, դեկով հարվածեց եւ Հիսուսի գողեն ճուր եւ արյուն դուրս ելավ։ Միշտ գիտենք, որ մերածի մարմինեն ճուր գել է, բայց ոչ արյուն։ Հիսուս մարդկորեն մահացավ, բայց աստվածությամբ ին գենթանի է։ Ադորամար ճուրը խորհրդանիշ է մգրդության, մաքրության, իսկ արյունը սուրբ հաղորդության, մեղքերու թողության։ Ապա սիրելներ, քանի որ շուտով շաբաթը պիտի սկսեր, Հովսեփ Արիմաթացին իշխան էր հրյաներու, ձաձուկ Հիսուսի աշակերտ էր, սակայն արդայդվեցավ, փացեի որ ինք Հիսուսի գեդեվի, գնաց Բիղադոսի մոտ, խնդրեց Հիսուսի մարմինը, Բիղադոս երբ ըստուկեց հարյուրաբեդեն, հռոմեացի հարյուրաբեդեն, որ Հիսուս արդյոք մահացավ, ըստուկել է այդ որ մահացել է, արդոնություն դվա որ Հովսեփ Արիմաթացին Հիսուսի մարմինը իջեցներ, խաչեն ու թաղեր, Հիսուս քերեզման չուներ։ Հիսուս թաղվեցավ Հովսեփ Արիմաթացիին քերեզմանի մեջ, ինչպես 50-րդ գլուխը Եսայի մարգարեին գսվի հարուստերուն հետ թաղվեցավ, Հովսեփ իշխան էր, հարուստ էր, Հիսուսի իջեցուց խաչեն, իրեն օգնեց նաև Նիկոդեմոսը, որ փարիսեցի էր, ինքն ալ ձաձուկ Հիսուսի աշակերտ էր, բայց այդ օր հայտնեց, որ ինք Հիսուսի գեդեվի, եւ միայն քանի մգիներ հետևեցան Հիսուսի թրված քերեզմանը դեսան, որբեսի գիրագի արավոտ կային եւ խնգեին։ Ահա սիրելներ, գեսորե յետ մեր եկեղեցու մեջ կգադարվի թաղման գարկը։ Թաղման գարկի ժամանակ ինչպես ասի, քերեզմանը կպատրաստվի խորհրդանշելով Հիսուս քերեզմանը, ծաղիկներով կզարտարվի, քերեզմանին մեջ կտրվի խաչը, որ ջերմակ բադանքով, ջերմակ շղարշով ծածկված կլա, խորհրդանշելով այն բադանքը, որ Հիսուսը բադանքեցին եւ թրին քերեզմանի մեջ, եւ հաջող թափոր կդարձվի այդ թակաղը քերեզմանը եւ մարդիկ անոր դագեն կանցնին։ Նաեւ սիրելներ մոմին վրա գտրվին 5 խունգեր խորհրդանշելով Հիսուսի վերքերը, երկու ցերկերու, երկու ոտքերու եւ իր գողինը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, շատ ծանր օր մնա այսօր, որովհետև դերը մեր բոլորին համար խաչվեցավ։ Այսօր միակ օրն է, որ Երուսաղեմի մեջ բادرակ չի գադարվիր,
որտեղ Քրիստոսի թաղման օրն է։ Դարվան 364 օրերը բادرակ կդարվին, բայց մեկ օր ավակ ուրբաթ օր, որ Հիսուսի թաղման օրն է, բادرակ չի մատուցվիր, որտեղ ինք արդեն բادرակվեցավ ու մեզի համար թաղվեցավ։ Հիսուս մարմինով մեռավ, Հիսուս մարդկային իր բնությամբ մեռավ, բայց իր աստվածությամբ գենթանի մնաց։ Եվ վաղը ավակ շաբաթ օրը ցեզի կպատմեմ, թե ինչ ըրավ իր հոգիով։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ահա ցեզի ներկայացի ավակ ուրբաթ օրվան խորհուրդը։ Եկեք դիրոջ դիմաց գանք, մեր ոտքեն գոշիկները հանենք, Հիսուսի քերեզմանին դիմաց խոնարհենք եւ խնդրենք իր մե ու ասենք ինչպես որ ավանդապար գսվի որ Սուրբ Աստվածը երկեց Հովսեփ Արիմաթացին, երբ ահա որ փոթորիկ կլար ու խաչենչեր գրնար իջեցնել Հիսուսի մարմինը ձունգի եկավ եւ ըսավ Սուրբ Աստված, Սուրբ եւ Զոր, Սուրբ եւ Ամա, որ խաչեցար վասն մեր, ողորմիա մեզ եւ 3 անգամ ասել է յետք Հիսուսի մարմին իջեցուց խաչին վրայեն եւ Աստվածը մայրը քրգեց Հիսուսը։ Մենք ալ իր դիմաց կանք եւ ասենք Սուրբ Աստված, Սուրբ եւ Զոր, Սուրբ եւ Ամա, որ չարչարվեցար վասը մեր, որ խաչվեցար վասը մեր, որ թաղեցար վասը մեր, ողորմիա մեզ, ողորմե մեզ, ողորմե մեր ընտանիքին, ողորմե մեր անձերուն, ողորմե մեր ազգին, ողորմե բոլոր աշխարհին, ողորմե մեզի դեր։ Եվ եկեք Քրիստոսի քերեզմանին դագեն անցածադեն, մեր բոլոր մեղքերը, մեր բոլոր ցավերը Հիսուսի քերեզմանի մեջ լանք, մեր բոլոր հիվանդությունները Հիսուսին դիմաց բերենք եւ ասենք դեր բժշկե մեզի, մեր բոլոր հոգեվոր ցավերեն հիվանդություններեն ու մարմնավոր ցավերեն։ Եկեք սիրելիներ, Հիսուսի գդակը, Հիսուսի բադվերը, սիրո բադվերը կործատրենք եւ իրարու հետ սիրով ու սրբությամբ ապրենք։ Եկեղեցի դիմեցեք։ Վերջավորության երբ ծաղիկը բաժնվի ցեզի, մի գրվիկ իրարու հետ։ Մի հրմշտեք իրար, այլ խոնարհությամբ մեկ ծաղիկ արեք Հիսուսի խորտավոր այդ քերեզմանեն եւ սիրելներ դիրոջս եք դեր ծաղկազարդե մեր կյանքը քու ներկայությամբ քու զորությամբ Աստված ցեզ արադաբես տողորտնե բարի եւ օրտնյալ ավակ ուրբաթ ծեր բոլորին